Եկեք շախմատի ու արհեստական բանականության մասին, խոսենք։ Ինչ է տվյալագիտությունը։ Ինչ տավտոլոգիա է ստացվում։ Կա կուտակված հսկայական տվյալներ ու այդ վերլուծելու դրա վրա նորմա ստանալու անհրաժեշտություն կա։ Բայց դրանից ծանրամարտը չանհետացավ։ Մարդկային բանականությանը հաղթող ինչ-որ տարեր։ Մարդը երբեք տենց իրավիճակների մեջ չի լինում, որ իրան հստակ ասում են էս կամ էս։ Ինչ ենք հասկանում, ասենք մարդը ռացիոնալ է, եւ ինչ ենք հասկանում, երբ որ հերքում են, որ ասում են մարդը ռացիոնալ չի։ Ռացիոնալությունը տնտեսագիտությունում շատ կոնկրետ սահմանում ունի։ Այսինքն դա 3 հատ աքսիոմ է։ Վարքագծային տնտեսագիտությունը չի բացատրում մարդու վարքագիծը։ Դուք իրականությունը արդեն չեք նկարագրում։ Պետք չի իմ տեղը դու որոշես։ Մեզ պետք չի ոչ մի բան, որտեղ առաջիկայում լինելու արհեստական բանականություն։ Այդ արժեթղթերի շուկան դա այն ոլորտն է, որտեղ որևիցե մոդել լավ չի աշխատում։ Բարև ձեզ, ընկեր Գեորգ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ, շնորհակալություն։ Դուք ոնց եք։ Շատ լավ, ես եմ գերազանց, մերսի շատ որ ընդունեցիք այսօր հավերս ու շատ հետաքրքիր թեմաներից ենք խոսելու, ենթադրում կհասցնենք խոսանք ամեն ինչից, ինչը չհասցնենք առիթ կլինի մի ուրիշ ոդքասթի, մեր լսողի համար ասեմ, որ փորձել ենք այսօր զրուցենք ու բացահայտենք վարքագծային տնտեսագիտության, տվյալագիտության ոլորտում մեզ համար անհասկանալի կամ տարական բաները ու այս ամեն ինչը անել ենք տնտեսագիտության գիտությունների դոկտոր պարոն Ռուբեն Գեորգյանի հետ։ Պարոն Գեորգյան, սկսենք երևի մի հատ պարզ հարցից էլի։ Ինչ է տվյալագիտությունը, որտեղ այսօր շատ եմ օրինակ հանդիպում ու հենց այդ հանդիպելու պատճառով է որ ընտրել եմ օրինակ մագիստրատուրայի ուղղությունս, բայց շատ է գովազդվում ընդհանրապես որ տվյալագիտությունը շատ եկամտաբեր ոլորտ է ու շատ պահանջված։ Մի հատ կանենք մանրանանք ինչ է նշանակում տվյալագիտություն ու ինչ անում տվյալագետ ընդհանրապես։ Նախ շնորհակալություն հրավերքի համար։ Գիտեք, այս վերջին տարիներին լիքը նոր տերմիններ է հայտ եկել, որոնք նենց չի, որ հստակ սահմանում ունեն, ասենք, չգիտեմ, արհեստական բանականություն, տվյալագիտություն, մեքենայական ուսուցում, դրանք այն նոր տերմիններն են, որոնք sense հստակ ձևավորված չեն, թե դրա տակ ինչ է հասկացվում, բայց իհարկե կա ընդհանուր գաղափար, թե դա ինչ են իրանցից ներկայացնում։ Տվյալագետը մասնավորապես զբաղվում է հենց մի քիչ տավտոլոգիա ստացվում տվյալներով, տվյալներով զբաղվում է, որտեղից այդ բանը առաջացավ, այս վերջին տարիներին բանի զարգացման հետ, տեխնոլոգիաների զարգացման հետ, հնարավոր է դարձել շատ տարբեր տեսակի տվյալներ հավաքագրել, այդ սկսած տեքստերից, վիդեոներից, թվային տվյալներից, սովորական տվյալներից, որոնք մենք ծանոթ ենք, այդ բոլոր հսկայական զանգված այդ տվյալների իրենց մեջ պարունակում է լիքը ինֆորմացիա տարբեր տեսակի, որոնք կարելի է օգտագործել ինչ-որ երևույթներ հասկանալու համար, կարելի է օգտագործել ինչ-որ որոշումներ կայացնելու համար, կարելի է օգտագործել նոր սարքեր ստեղծելու համար, այս տվյալագետը զբաղվում է այդ բոլորով էլ։ Տվյալագետ կա, որը կարող է կանխատեսումներով զբաղվում, տվյալագետ կա, որը փորձում է տվյալների մեջից հանել ինչ-որ երևույթների բացատրություններ, տվյալագետներ, ովքեր զբաղվում են ինչ-որ նոր գաղափարներ եւ սարքեր տվյալների վրա հիմնված ստեղծելու։ Այնպես որ տվյալագետ ասելով բավականին լայն գաղափար է, բայց գլխավորն է որ աշխատում է տվյալների հետ եւ փորձում է այդ տվյալներից ինչ որ նոր ինֆորմացիա դուրս բերել։ Այսինքն կա կուտակված հսկայական տվյալներ ու այդ վերլուծելու դրա վրա նորմա ստանալու անհրաժեշտություն կա ու տվյալագետը դրանով պիտի զբաղվի։ Այսինքն դրանով է կոչված զբաղվելու։ Շատ հետաքրքիր միտք ասեք էլի, պարոն Գեորգյան, որ հասկացություններ կան, որ նոր են հայտ եկել եւ չունեն այդպես էլ հստակ սահմանումներ ու իրանց հասկանալն էլ է շատ բարդ, օրինակ նույն արհեստական բանականություն, նեյրոնային ցանցեր եւ այլն, սրանք իրանց հերթին կազմված են ինչ-որ black box function-ներից, որոնք այդպես էլ չի հասկացվում, թե ոնց են աշխատում։ Կուզեի, բայց ամեն դեպքում մեր առօրյայում ունեն իրենք ինչ-որ դեր։ Կուզեի խոսել այդ դերի բարձրացման արդյունքում դուք չեք տեսնում ինչ-որ ռիսկեր կամ, չգիտեմ, ինչ-որ մարդկային բանականությանը հաղթող ինչ-որ տարրեր, նոտաներ, նույն արհեստական բանականությանը շատ
գործածման պարագայում շատ են, չէ՞, նարատիվները, որ մեզ արհեստական բանականությունը կփոխարինի մարդուն եւ այլն։ Դա իրոք տենց լուրջ սպառնալիք է, թե ուղղակի ես միջև այդ հարցին պատասխան ուղղակի ասեմ, որ ես երբ որ ասում եմ դրանք այնքան էլ ձևավորված գաղափարներ չեն, հա, համեմատության մեջ է դա, հա, օրինակի համար երբ որ մաթեմատիկները ասում են մաթանալիզ, հա, առարկա որպես, որը բանում համալսարանում դասավանդում է, բոլորը շատ հստակ հասկանում են ինչի մասին է խոսքը, հա, սա բաներ, սահմանները, ինչ մոտեցումներ կա։ Երբ որ ասում են տվյալագետ, չգիտեմ, մեքենական ուսուցում, եթե զուտ համալսարանական տեսանկյունից նայենք, դա այնքան էլ հստակեցված չի այս պահին, թե ինչ հայրանից ներկայացնում, ինչ սահմաններ ունի։ Հա, տարբեր տեղեր կարող են մի փոքր տարբեր հասկանալ։ Բայց ընդհանուր առմամբ իհարկե այդ գաղափարը ձևավորված է, բոլորը արդեն դրա շուրջ խոսում են եւ գիտեն։ Ինչ վերաբերում է բանի հետ արհեստական բանականության այդ վտանգների հետ ես իմ կարծիքը կարող եմ ասեմ, որտեղ շատ տարբեր կարծիքներ է բանան, չգիտեմ, երբ որ օրինակ ստեղծվեց բանը, հա, ասենք տրակտոր ստեղծվեց, հա, այդ ժամանակ եկեք շախմատի ու արհեստական բանականության մասին, հա, խոսենք, որովհետև այնտեղ ամենաբան օրինակ այդ լավ օրինակներից մեկը, որ շախմատը կվերանա, հա, երբ որ ստեղծվեց էքսկավատոր կամ տրակտոր, հա, ինքը սկսեց բարձրացնել շատ ավելի ծանր քաշեր, քան մարդը կարող էր բարձրացնել, հա, բայց դրանից ծանրամարտը չանհետացավ, հա, որովհետև այնտեղ միշտ մարդու համար կա ինչ-որ իր համար սահմաններ, որ ինքն է ուզում հաղթահարել, կա լիքը գործիքներ, որ իրան օգնում, բայց կա նաև ինչ-որ բաներ, որ ինքն է փորձում հաղթահարել։ Նույնն էլ շախմատում, հա, արդեն հասկանալի է, արհեստական բանականությունը հաղթում է մարդուն շախմատում, բայց շախմատը չի վերանում, հա։ Ես կարծում եմ արհեստական բանը շատ բան կփոխի, արդեն շատ բան է փոխել մեր կյանքում, հա, բայց կան ինչ-որ բաներ, որ երբեք չեն փոխվի, արհեստական բանականությունը ինչքան ուզում է զարգանա, մարդու հետ կապված լիքը բաներ կան, որոնք կմնան, ու ամենառաջինը որոշումների կայացումը, հա, մարդու որոշումների կայացումը դա այն ոլորտն է, որ դեռ հասկանալ չի մարդը ոնց է որոշումներ կայացնում, հա, ոնց է ինֆորմացիան ընկալում եւ այդ ինֆորմացիայի հիման վրա որոշում կայացնում։ Արհեստական բանականությունը կարող է, երբ որ իրան տաս այն ինֆորմացիան, որը պետք է որոշում կայացնելու համար, ինքը կարող է մարդուց լավ որոշում կայացնել, բայց ինչ ինֆորմացիա է պետք։ Մարդն է որոշում։ Ավելին, մարդը ոնց է ինֆորմացիան ընտրում, որպեսզի ինչ-որ որոշում կայացնի, այդ գործընթացները պսիխոլոգիայի մակարդակով, տնտեսական որոշումների, քաղաքական որոշումների մակարդակով էլ պարզ չի։ Այս շատ սաուն անցում արեցինք վարքագծային տնտեսագիտությանը ու դրա առաջացմանը, քանի որ ոնց որ ասում է Դանիել Քահանեմանը, որ տնտեսագիտության ամբողջ տեսությունը հիմնված է մի հատ առանցքային գաղափարի վրա, որ մարդը ռացիոնալ է եւ հատկապես մի հատ թեորեմի վրա, decision making theory-ի վրա, տեսության վրա, այդ ամենը փորձվեց հերկվել 1960-ական, ճիշտ եմ ասում, 1960-ականից սկսվեց բարձից այդ պրոցեսը ու այսօր շատ ավելի շատ է դա ակտիվ քննարկվում։ Ուզում հասկանամ, ինչ ենք հասկանում, ասենք մարդը ռացիոնալ է եւ ինչ ենք հասկանում, երբ որ հերքում են, որ ասում են մարդը ռացիոնալ չի։ Ես իմ հասկացածը կարամ ասեմ, եկեք դրա վրա էլ փորձենք կառուցել կամ ուղեք դուք, եթե սխալ եմ ասում, մարդը ընդհանրում է որ ռացիոնալ է որոշումների հենց կայացման տիրույթում, որովհետև ինքը միշտ ընտրում է ինչը որ ամենալավն է, այսինքն լավագույն տարբերակն ընտրում առկա հնարավորություններից, բայց գալիս են մի շարք փորձեր, նույն ֆինանսական շուկաներում արված փորձեր, նույն հոգեբանական ուղղակի զուտ տեսողական եւ ընտրային ինչ-որ բաներում, հա, փորձարկումներում մարդը ընտրում է ոչ միշտ այդպես ու այդպես հերքում են։ Հիմա սրան հակառակ տեսություններ կան, բայց ասիկ ուզում թողնեմ մյուս հարցից մեջ, որ չխառնենք իրար, սրանից դուրս կա սահմանում ռացիոնալության եւ իրրացիոնալության մարդը։ Երբ որ ասում են ռացիոնալ մարդ, հա, եւ ընդհանուր տնտեսագիտությունը հիմնված է, ու ճիշտ ասեցիք, դուք ռացիոնալ սպասումների տեսության վրա, հա, այսինքն այդ պոստուլատը դրված է տնտեսագիտությունում եւ տնտեսագիտական հիմնական տեսությունները կառուցված են այդ պոստուլատի վրա։ Այդտեղ պետք է ասել, որ ռացիոնալությունը տնտեսագիտությունում շատ կոնկրետ սահմանում ունի։
Այսինքն դա 3 հատ աքսիոմ է, հա մաթեմատիկական աքսիոմներ են։ Դա չի նշանակում, որ այդ ռացիոնալությունը, հա, ինչ որ մի абստրակտ բան է կամ չգիտեմ, ինչ որ մի բան է, որը կենցաղային իմաստով մենք հասկանում ենք ռացիոնալ ինչ է, հա։ Ռացիոնալությունը, տնտեսագիտությունը դա մաթեմատիկական գաղափար է։ Որոնք են այդ աքսիոմները։ Իրանք մաթեմատիկական, օրինակի համար առաջին աքսիոմը ասում է, որ եթե դուք ունեք բան, հա, հնարավորություններ, վերջնարդյունքներ, ապա մարդու համար այդ եւ այդ ամեն մեկի ուրեմն արդյունքի համար ունեք որոշակի հավանականություն, ապա ձեր ռացիոնալ մարդը սպասում է դրա մատ սպասումը։ Հա, օրինակ։ Կամ երկրորդ աքսիոմը բանա, որ ագենտները ռիսկից խուսափող են, հա, risk averse բան գաղափար։ Ուզում դրանք շատ կոնկրետ մաթեմատիկական գրելու ձև ունեն։ Այս երեքներ ջարդվում բանի prospect theory։ Եթե դուք նայեք այդ բանի Կանեմանյա Նոբելյան մրցանակի արժանացած հոդված, ինքը սկսում է հենց այդ 3 պոստուլատը գրելով, հա, 3 պոստուլատը գրում է, հետո իր հոդվածը կառուցված է նրա վրա, որ ասում է, տեսեք, այ էսենց փորձ են կարել մարդկանց հետ, իրանց ինչ որ իրավիճակի մեջ ենք դրել, հարցեր ենք տվել, ու պարզվել է, որ այս փորձում պոստուլատ 1-ն է հերկվում, այս մյուս փորձում պոստուլատ 2-ն է հերկվում։ Հա, սենց է կառուցված իր հոդվածը։ Բայց միջև այդ, երբ որ խոսում ենք ռացիոնալության մասին, հա, այդ ռացիոնալությունը իրականում ստեղծվել է այդ ձևով, հա, ստեղծվել է այն պատճառով, որ տնտեսագիտության մեջ ինչ որ ձևի պետք էր նկարագրել մարդկանց որոշումների կայացումը, ինչ որ մի սահմանում պետք է դրվի։ Հա, ինչ որ հիմքի վրա պետք է լիներ, ինչ որ պոստուլատների, աքսիոմների վրա պետք է դա լիներ։ Այդ աքսիոմները, այդ պոստուլատները դրանք են եղել, անպայման չի, որ հենց դրանք են, հա, բան, Կանեման տեսությունը հենց ցույց է տալիս, որ անպայման չի, որ դրանք են ճիշտ։ Կարելի է առնվազն ճշտել այդ պոստուլատները։ Ոստեղ շատ կարևոր է, որ իրանք ոչ թե խոսում են հետևանքների մաս, այդ պոստուլատներից հիման վրա ինչ որ հետևանքներ չի բան լինում, հա, տեղի չեն, հենց պոստուլատները տեղի չեն ունեն։ Հա, հենց դրված աքսիոմները տեղի չեն։ Հենց տեղի ոչ թե ինչ որ բանը դրա վրա հիմնված տեսությունն է բերում ինչ որ բաների, որ ճիշտ չի բացատրում իրականությունը, հենց պոստուլատները իրանք տեղի չեն ունեն, իրանց հոդվածը դրա մասին է։ Բայց հիմա օրինակ սրան հակադարձող ուրիշ կարծիք կա, տեսություն չասեմ։ Նույն չգիտեմ, այսինքն դա տեսություն գրել է Թալեբի մասին է խոսքը, Նիկոլաս Նասիմ Թալեբի, որ վերջերս էի կարդում իր երբ խաղադրույքը սեփական մաշկտեն, այնտեղ շատ կտրուկ վատ արձագանք է տալիս Ռիչարդ Թալերին եւ այլն, Նոբելի վարքագծային տնտեսագիտության մեջ շատ հայտնի աշխատություն ունի սխալ վարքագիծ misbehaving բանը ու ասում եմ որ գիտեք ինչ է կարել դուք վերցրել եք ասում եմ մի 100 հոգի իր բառը հենց տենց է գրում շատ կոպիտ է տենց գրում է մի 100 հոգի վերցրել եք ինչ որ բան եք փորձել ու տարածում եք ամբողջ տեսության վրա ասում եմ տենց այդքան էլ ճիշտ չի էլի որ ոչ էլ ստիպում այնց հավատալ որ դա դրանով դուք ջարդում եք ինչ որ պոստուլատներ կամ աքսիոմներ տեղի չեն ունենում ձեր փորձարկումների արդյունքում այս շատ տենց գլոբալ եմ ասում իր գրածել ընդ ինքը բառարբար գրում է իհարկե չեմ կարող այդքանը վերարտադրեմ բայց օրինակ այսպեսի կարծիք էլ կա ընդհանուր տիրույթում էլի որ սա չի ենթադրում որ այդ աքսիոմները կամ դրված սկզբունքները սխալ են ու մի հատ է կարևոր բան ասում ինչ ինձ ավելի շատ տեղ տվեց մտածելու որ վարքագծային տնտեսագիտությունը չի բացատրում մարդու վարքագիծը այսինքն գլոբալ մարդու վարքագիծը չի բացատրվում զուտ behavioral economics-ով այնտեղ այդ գիտությունը բավարար չի դա բացատրելու սրա մասով ինչ կասեք օրինակ ես չունեմ հետաքրքիր է էլի որպես տեսություն տեսեք այն առաջին մասը որ ասում եք հա տնտեսագիտությունում վարքագծային տնտեսագիտության հետ զուգահեռ եւ իր հետ համատեղ միգուցե հա զարգանում էր փորձարարական տնտեսագիտություն գաղափարը հա ի սկզբանե տնտեսագիտություն փորձարար դա ֆիզիկա չէ որ փորձ անես ինչ որ արդյունքներ ստանաս հետո դրա վրա տեսություն կառուցես կամ տեսություն կառուցես հետո փորձերով ապացուցես բայց տնտեսագիտությունում այդ վերջին 50-60 տարիներում նաեւ սկսեց զարգանալ այդ փորձարարական տնտեսագիտություն գաղափարը ինչ էր Իրանից դա հենց այն Կանեմանի փորձերը դա փորձարարական տնտեսագիտության ձև է ու Տալերի այդ կրիտիկան հա ինքը վերաբերում է իրականում
իչքանով իմաստ ունի ու տեղին է բան անել, հա, այդ փորձարարական տնտեսագիտության մոտեցումները իչքանով են գիտական ու իչքանով են հիմնավորված, հա։ Նու ընդհանուր մոտեցումը այսօր գիտական աշխարհին նրան որ դա ունի գիտական հիմքեր եւ բան, հա, գիտական մեթոդ է համարվում եւ դրանից օգտվում են գիտնականները, բայց իհարկե հարցեր կան այդ մեթոդների շուրջ, որովհետեւ այն փորձերը, որոնք իրականացնում են վարքագծային տնտեսագետներ, այ ընդհանրապես փորձարարական տնտեսագիտությունում, այդ փորձերը մի տեսակ շատ արհեստական են, հա, որովհետև օրինակ մարդուն հարցնում են այս ինչ որ սենց բան կա, հա, սենց հնարավորություն կա ու երկրորդ հնարավորությունը կա, որը կընտրես, հա, ու հետո դրան զուգահեռ ինչ որ մի ուրիշ ձևի են հարցնում ու հակասություն են տեսնում, հա, բայց այդտեղ հարցը նրան որ մարդը երբեք տենց իրավիճակների մեջ չի լինում, հա, որ իրան հստակ ասում են էս կամ էս, ուստեղ գալիս է մի ուրիշ հարց, ոնց է ինֆորմացիան հասնում մարդուն, հա, ոնց է մարդը ինֆորմացիա անցալում, այդ ինֆորմացիայի հիման վրա ոնց է որոշումներ կայացնում, այս փորձերում այդ մասը ոնց որ հանած լինի, թե ինֆորմացիան ոնց է հասնում, իր ինֆորմացիան շատ հստակ տալիս է։ Բոլոր փորձերը այ հենց արհեստականությունը այդ փորձերը դրանում է, բայց մյուս կողմից ցանկացած երևույթ, երբ որ դու ուզում ես բացատրել, դու ստիպված ես ինչ որ մոդելներ կառուցել, հա, ինչ որ բարձեցնել իրականությունը, որ կարողանաս հասկանալ կարևոր բաներ այդ իրականությունը։ Դրա համար այդ փորձերը հենց կառուցված են այդ իրականությունը բարձեցնելու հիման վրա, ու դա նորմալ է, մոդելները գիտական մոտեցում են դրան տենց է կառուցում, բայց տալերը ասածը նրանում է, որ դա չափազանց բարձեցված է, հա, դուք իրականությունը արդեն չեք նկարագրում, այլ նկարագրում եք մի ինչ որ լրիվ արհեստական բան, որը մարդու իրական որոշումների կայացնելու հետ ընդհանրապես կապ չունի, հա, այս է իր գլխավոր բանն է։ Այնտեղ Թալեբը ավելի շատ նու ինքը Տալերին ոնց որ կրիտիկա էր անում libertarian paternalism-ի հայրենը, չեմ կարող ասեմ, լիբերտարիանական ուղղորդման, որ Տալերը մտածում է, որ մարդկանց պետքա քիչ որոշումների ընտրությունների առաջ կանոնացնես, որ նրանք ճիշտ ընտրեն ու այդ մեծ գիրք ունի նաջը դրա մասին, ինքը դրան էր, ասում է, պետք չի իմ տեղը դու որոշես, ոնց որ ու ամերիկյան կառավարությունը ինչ որ փորձեր արել էր, ծրագրեր, նաև Տալերը այդ նույն փորձը արել էր Մեծ Բրիտանիայում եւ այլն, տվել էր էլի մեծ մասով, ինչքան որ ամեն դեպքում կարդում եմ այդ փորձերի output-ները, տվել այն ինչ որ Տալերը կանխատեսել է կամ նպատակադրված եղել այդ արդյունքը ստանալու։ Սրանք ինձ օրինակ հուշում եմ, որ այստեղ կա տարեր ու կա հնարավորություններ կառավարելու մարդկանց որոշակի վարքագիծ կամ հասկանալու դրա տակ ոնց է լինում։ Ու ես շատ ակտիվ օրինակ օգտագործում եմ քաղաքական ոլորտում, տնտեսական առուվաճառքի մեջ, ամեն դեպքում նույնիսկ այդ փորձերը եթե հանված է այդ կտորը, թե ոնց է ինֆորմացիան հասնում մարդուն, միևնույն է նրանք ինչ որ իրականությունում ոնց որ ինտերպրետացվում են, չէ՞։ Անշուշտ վարքագծային տնտեսագիտությունը, հա, ինքը 79 թվին էր գրել հոդվածը բանը, Կանեմանը, իսկ 2001 թվին ստացան Նոբելյան մրցանակ եւ դա նրա մասն էր, որ լիքը բաներ կարողացավ բացատրել, հա, նույն այդ բաները, հա, տարբեր տիպի կիրառություններ տնտեսագիտությունում, քաղաքականությունում շատ բաներ կարողացավ բացատրել, ինչ որ նաջինգը, որ դուք ասում եք, դա հետևանք է այդ բաների, հա, այդ տեսության, որ ստեղծվեց։ Իհարկե, ես չեմ ասում, որ բանն է, հա, այդ վարքագծային տնտեսագիտությունը եւ փորձարարական տնտեսագիտությունը ունեն բան, հա, քիչ արժեքավոր են։ Իրականում իրանք շատ արժեքավոր ու շատ լուրջ ներդրում ունեցան տնտեսագիտության զարգացման մեջ ու հիմա էլ դեռ շարունակում են ունենալ ու կունենան, համոզված եմ։ Հարցը նրանում է, որ մի ուրիշ մասը կա, որ այդ հիմա իմ շատ զարգանում է նաև այդ ուղղությունը, հա, ինֆորմացիայի ընկալման մեխանիզմները, օրինակ կա այս նոր տեսություն, համեմատաբար նոր տեսություն, որը կոչվում է ռացիոնալ անուշադրության տեսություն, որը ամբողջությամբ նվիրված է rational inattention-ա կոչվում այդ տեսությունը, որի հեղինակը, ինչ ասես, մի շաբաթ առաջ վախճանվեց, շատ հայտնի, էլի Նոբելյան մրցանակակիր Սիմփսոնն է,
ով այդ տեսության, բայց որ դրա համար չի ստացել Նոբելյան մրցանակը, այդ տեսության համար չի ստացել, էկոնոմետրիկ բաների համար է ստացել, բայց ամեն դեպքում այդ բանը, հա, այդ տեսությունները ռացիոնալ անուշադրության, bounded rationality, հա, չգիտեմ ոնց թարգմանել, սահմանափակված ռացիոնալություն, այդ ամեն ինչ նրա մասն է, թե մարդը ոնց է ինֆորմացիան ընկալում, հա, ու ասենք գլխավոր արդյունքները այս նոր այդ տեսությունին, նոր մարդը նախ եւ առաջ չի վերլուծում ամբողջ ինֆորմացիան, հա, չի վերլուծում, թե կարողություն չունենք ամբողջ ինֆորմացիան վերլուծելու։ Տեսեք, դա էլ է շատ հետաքրքիր հարց, հա, կան հետազոտություններ, որոնք ասում են մարդու ուղեղը անվերջ քանակությամբ ինֆորմացիա կարող է վերլուծել ու պահել, հա, նույն շատ մեծ, շատ ավելի մեծ է այդ ունակությունը, քան այն, ինչը պետք է ինչ որ որոշում կայացնելու համար։ Ոստեղ խոսքը նրա մասին չի, ավելի շուտ ֆիզիկական բանի մասին չի, հա, ֆիզիկական ունակությունների մասին չի, այլ մարդու ինֆորմացիա ընկալելու եւ որոշում կայացնելու մեջ կապերն է, հա, այսինքն ինչքան ինֆորմացիա է պետք ընկալել, որ դու որոշում կարողանաս կայացնել, այդ որ ինֆորմացիան է պետք ընկալել, հա, բազմաթիվ, չգիտեմ, անվերջ քանակությամբ ինֆորմացիա կա, որից դու ընտրում ես ինչ-որ բան։ Ինչ է ռացիոնալ տեսություն, ռացիոնալ սպասումների տեսություն ասում էր, որ եւ հիմա էլ ասում է, հա, որովհետեւ մինչեւ հիմա ռացիոնալ սպասումների տեսությունը կիրառելի է, օգտագործում են շատերը, ասում որ ամբողջ ինֆորմացիան, այսինքն ինչ, եթե դուք ինչ-որ որոշում եք կայացնում, ինչ հնարավոր ինֆորմացիա կա, բան եք անում, վերլուծում եք, նոր եք կայացնում։ Ռացիոնալ մարդ հենց նաև դրանով է ռացիոնալ։ Հա, իսկ ռացիոնալ անուշադրությունը ասում է, որ մարդը անուշադիր է այն ինֆորմացիային, որը տվյալ որոշման համար իրան պետք չի։ Եվ այդ տեսության հիման վրա դրա համար ռացիոնալ անուշադրություն դրա համար է, այո, անունը տենց։ Այս ուղղության մասին չի լսել։ Դա շատ հայտնի է, ինչոց մենք էլ ԵՊՕ-ում բավականին վաղուց զբաղվում ենք դրանով։ Ունեք աշխատություններ, արդեն փորձարկումներ ինչ որ դրա։ Ունենք աշխատություններ, նաև այդ ուղղությունը փորձում ենք տանել մեր լաբորատորիայում, որի մասին եթե առիթ կլինի։ Իսկ հիմա առիթն է, կարանք խոսանք հասկանանք, որտեղ հետաքրքիր է Հայաստանում այս ուղղությունը նոր է, կարամ ասեմ նոր է։ Հայաստանում համեմատաբար քիչ են զբաղվում ավելի, քան տրադիցիոն ուղղություններով։ Այսինքն նոր է, որ թափա հավաքում ես ոլորտը, ու շատ հետաքրքիր է ինչ ունենք մինչև այս բա որպես output ինչ ենք ստացել։ Մենք ուրեմն տեսեք ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետի մասին ես ասեմ, մենք ֆակուլտետում այս վերջին 2 տարի արդեն գործում է վարքագծային տնտեսագիտության լաբորատորիա, ու իր իսկական անունը բանն է, հա, մարդ համակարգիչ փոխազդեցություն, որտեղ փորձում ենք ֆիզիկական փորձերի միջոցով, հա, մարդու վարքագիծը փորձել հասկանալ տարբեր տիպի, ուրեմն ստիմուլների հիման վրա։ Բայց նաև որոշակի տեսական աշխատանքներ արդեն կան, եւ այդ աշխատանքները վերաբերում են հենց այդ ռացիոնալ անուշադրության հետ կապված, եւ ստեղ մեր աշխատանքները, տեսական աշխատանքները մի փոքր ուղղված են լայնացնելու այդ գաղափար, հայ, այդ ուղղությամբ հիմա շատ են զբաղվում աշխարհում, մենք էլ այդ բանի, այդ ուղղության մեջ ենք, հա, տեսեք, հարցը առաջանում ինֆորմացիան, երբ որ մարդը վերլուծում է ինչ-որ որոշում կայացնելու համար, հա, այդ ինֆորմացիան գին ունի, այսինքն այդ գինը կարա լինի թե ֆիզիկական գին, հա, ասենք օրինակ շուկայում կա ինֆորմացիա, որի համար դու պետք է վճարես, որպեսզի վերցնես, վերլուծես, բայց նաև կա գին կոգնիտիվ գին, այսինքն ուղեղի ծանրաբեռնվածության, հա, դու կարող ես որոշում կայացնես ինչ-որ պարզ ինֆորմացիայի վրա եւ ինչ-որ ավելի բարդ ինֆորմացիան, հա, քո ուղեղի համար ավելի թանկ է, բայց կախված ավելի լարում, ավելի ջանք, ռեսուրս է պահանջում, հա, բայց այդ թանկ ինֆորմացիան ուղեղի համար թանկ ինֆորմացիա կարող է բերել շատ ավելի արժեքավոր որոշումների։ Հիմա ուստեղ առանցին մարդուց, հա, որ առանցին մարդու մասին ես խոսում, մարդը ոնց է առանցին որոշում կայացնում։ Հաջորդ քայլը արդեն ոնց է հասարակությունը որոշում կայացնում, դե առանցին մարդկանցից է կախված, ու ընկալում է նույն ինֆորմացիան, հա։ Դու հասարակություն կարող է որոշում կայացնի շատ պարզ հասկանալի ջանք չթափող
ջանք թափելու կարիք չունեցող ինֆորմացիայի հիման վրա կարող է բարդ ինֆորմացիա եւ այդ պատճառով կարող է գալ շատ ավելի པարզ լուծումների, որոնք հաճախ կարող է ինչ որ ոչ ճիշտ ուղղությամբ տանեն, հա, հասարակությունը։ Եվ կարող է գալ ավելի բարդ ուրեմն ինֆորմացիայի վրա եւ ունենալ ավելի ճիշտ որոշումներ։ Այս ամեն ինչ այդ բական նոր մոտեցումներ են, որոնք փորձում են թե տեսականորեն եւ թե փորձնական ինչ որ ուստեղ էլի վերադառնում ենք դա բանին, հա, տվյալագիտությանը, որովհետեւ այս ոլորտում շատ կարեւոր է շատ հեռանկարային տվյալների հիման վրա աշխատել։ Օրինակի համար ինֆորմացիան ոնց է գալիս, տվյալներ են, հա, դա, ասենք, չգիտեմ, տեքստեր են։ Այդ տեքստերը օրինակի ես ասում եմ ինֆորմացիան բարդ ու պարզ, հա, կարելի է փորձել ինֆորմացիայի հենց կառուցվածքից, բովանդակությունից հասկանալ որքան է այդ ինֆորմացիան բարդ, որքան է պարզ, հա։ Դա այն մեթոդներն են, որոնք կոչվում են այդ data mining-ի մեթոդներ եւ այլն։ Այսինքն արկա տվյալներից մաքսիմալ ինֆո վերցնելը, չէ՞, data mining-ի եթե մասն ենք խոսում, դա է նշանակում։ Text mining, հա, շուտ ես text mining-ի մասն, այսինքն տեքստը հասկանալուց, տեքստից հասկանալ ինչքանով այդ տեքստը բարդ, հա։ Չգիտեմ, ասենք, եթե այնց շատ կենցաղային փորձեմ բացատրել, դա ինչ է, ասենք, օրինակ երկու ֆրանսիացի գրողներ վերցնենք, հա, կա Ալեքսանդր Դյումա գրող, որը կարելի է բանը մի րոպեում չլավ, ասենք մի քանի օրում իր գիրքը կարդալ, հա, հեշտ է կարդացվում, հա, այտենց գաղափար մենք միշտ էլ իմացել ենք դրանց։ Եվ կա, ասենք, չգիտեմ, Մարսել Պրուստ, հա, որի գրքերը անհնար է, շատ բարդ է կարդալ։ Ավելի բարդ։ Հա, դու կարող ես կարդաս ու չհասկանաս։ Շատ բարդ է գրում։ Շատ։ Ուզում եմ ասել, տեքստը ինքը կարա ու դա հենց տեքստի կառուցվածքից է զգացվում։ Կամ չգիտեմ Տոլստոյի նախադասությունները, հա, հայտնի է օրինակը, չգիտեմ, մի քանի ուրեմն կես էջանոց նախադասությունն է, հա։ Ուզում ասել, իհարկե, երբ որ ես ասում text mining-ի միջոցով հասկանալ տեքստի բարդությունն ու ինչպես նա կարող ազդի մարդու որոշումների վրա, դա ինչ որ մեթոդներ կարելի է կիրառել, որպեսզի այս բաները ակնհայտ բաներ, հա, ասենք, չգիտեմ, Տոլստոյ եւ Դյումա օրինակի համար այդ տարբերությունը մենք ուղղակի ենք հասկանում, բայց կարելի է փորձել մեթոդներ կիրառել, որը ավելի նուրբ մեթոդներ են ու կարող են ավելի քիչ տարբերվող բաներ իրարից առանձնացնեն, հա։ Լավ, այս ամեն ինչից եթե գանք մոդելներին ու սկզբում ենք խոսեցինք կանխատեսումներ է նաև անում տվյալագետը, ու ընդհանրապես մենք բոլորս ինչ որ կյանքի փուլում ինչ որ մի ձև ինչ որ փոքր մոդելներ ենք մեր մտքում ստեղծում ու դրա վրա ինչ որ կանխատեսումներ ենք անում։ Կուզեմ իհատ հասկանանք մոդելն ինչ բան է, շատ պարզ ձևով ինչ ենք հասկանում մոդել ասելով ու կանխատեսում անելը այսօր օրինակ ինչ տեսակ արդիականություն ունի, որովհետև հիմա մոդելը որ ասում եմ, ես հասկանում եմ մի բան, ես պետք է գտնեմ որևէ տեղի ունեցած երևույթների միջև օրինաչափություն։ Դա է մոդելը, բայց շատ պարզացրած այդ ամեն ինչը։ Ենթադրենք, ես վերջերս ընկերներիցս մեկը ընդհանրապես ես ուղղվածությամբ չի, հումանիտար ուղղվածությամբ է ու լսել էր ռեգրեսիոն մոդելի մասին, բայց պարզ գծային ռեգրեսիոն մոդելի մասին, ու մտածում եմ, որ դրանով հնարավոր է ամեն ինչ կանխատեսել, ինձ հարցեց ունեք կարամ, ես դրանով որևէ բաժանտոմսի գին կանխատեսեմ առաջիկայում։ Ես ասացի չէ։ Ես չգիտեմ ճիշտ եմ ասել, թե չէ։ Ինձ թվում է դուք կասեք ու ընդհանրապես մի հատ խոսենք այս մոդելից ու մոդելինգից ու նաև կանխատեսումներից։ Երբ որ ասում ենք մոդել, գիտական մոդել, հա, նկատի ունենք, որ կա ինչ-որ երևույթ բարդ, հա, համեմատաբար բարդ, մեր իրականությունն է, որը փորձում ենք նկարագրել, բայց որպեսզի այդ իրականությունը նկարագրենք, մեզ պետք է ինչ-որ բաներ անտեսել, հա, եւ ստանալ մի պատկեր, որտեղ հեշտ կլինի հասկանալ օրինաչափությունները։ Մոդելը հենց նրա համար է, որ ինչ-որ այդ բաները անտեսել։ Դրանից հետևում է, որ մոդելը դա ինչ-որ պայմաններն է, ասում ենք, ենթադրենք, հա, ինչ-որ ենթադրություններ, որոնք պարզեցնում են իրականությունը, մենք կարողանում ենք այն գլխավոր բանը, որ մեզ հետաքրքրում է, տեսնել եւ փորձել դրանք բան անել, կարողանալ հասկանալ։ Եվ ուրեմն այդ
սահմանափակումները կամ պայմանները ինձ դրանք են, որ ստեղծում են մոդելներ, հա, մոդելներ, տարբեր տեսակի մոդելներ են լինում, հա, այն մոդելները, որ դուք ասեցիք, ռեգրեսիոն մոդելը դա վիճակագրական մոդել է, հա։ Մյուս ձեր հարցը, արդյոք ռեգրեսիոն մոդելով կարելի է ամեն ինչ, նախ չէ, որովհետև ռեգրեսիոն մոդելը ինքը շատ սահմանափակ մոդել է, հա, ինքը այսպես կոչված գծային մոդել է, կամ աշխարհը շատ ոչ գծային է, հա, երբ որ դուք այդ պայմանը դնում եք, այն պայմաններից մեկը դուք դնում եք, որ գծային է, դուք շատ սահմանափակում եք իրականությունը նկարագրելու ձեր հնարավորությունները, հա, բայց մյուս կողմից այդ սահմանափակում բերում է պարզության, որը թույլ է տալիս լիքը հետաքրքիր բաներ հասկանալ այդ մոդելով։ Մյուս կողմից ինքը իհարկե շատ է պարզեցնում եւ այն ձեր հարցը արդյոք հնարավոր է բաժնետոմսի գին կանխատեսել։ Հարցը չէր։ Հա, ձեր ընկերոջ հարցը այդ հումանիտար ուզում էր արագ փող աշխատել։ Ինչ այլուց ստեղ էլ այդ հարցը շատ կարևոր է, որովհետեւ այդ արժեթղթերի շուկան դա այն ոլորտն է, որտեղ որևիցե մոդել լավ չի աշխատում։ Բայց ինչի օրինակ։ Փորձեմ իմ տեսակետ, իմ բառերով ասել, որովհետև շատ տարբեր տեսակետներ կան, ինչի լավ չեն աշխատում։ Տեսեք, օրինակի համար արհեստական բանականության կամ, չգիտեմ, մեքենական ուսուցման մեթոդներ շատ լավ են աշխատում, լեզուների լեզվական մոդելները շատ լավ են սկսել աշխատել, հա։ Դա ինչից է գալիս։ Նախ ինչ է անում լեզվական մոդելը։ Նա փորձում է կանխատեսել, ասենք, հաջորդ տառը, հա, կա տեքստ, հաջորդ տառը կամ հաջորդ բառը, ինչքան հաջորդ ֆրազան կարող է փորձի կանխատեսել, հա, հաջորդ նախադասությունը նույնիսկ, ասենց գնալով ավելի բան է, ինչքան ավելի մեծ բաներ է կարող երկար մասեր կանխատեսել, այնքան ավելի խելոք է դառնում այդ լեզվական մոդելը։ Բայց ինչի է դա լավ աշխատում, որովհետև կա օրինակար անգլերեն լեզվի բառարանը, հա, ինքը կա միշտ գոյություն ունի ու ժամանակի մեջ չի փոխվում։ Ու կարող է փոխվում, հա, ասենք մի քանի նոր բառ ավելանում, բայց քերականությունը չի փոխվում, բոլոր կապերը, բաները, սա նույնն է։ Ստանդարտ բաները նույնն են։ Սա նույնն է մնում։ Այսինքն դու այս պահին, երբ որ ինչ որ բառեր ունեցար, հաջորդ բառը կանխատեսելու, դու ունես նույն բառարանը, նույն ուրեմն օրինաչափությունները, որ հիմնա վրա կանխատես։ Հիմա պատկերացրեք, եթե հանկարծ անգլերեն բառարանը ամեն բառից հետո փոխվեր, ասենք, ամեն բառից հետո նոր բառարան լիներ։ Այդ մոդելները։ Այդ մոդելները չեն, կամ նույնիսկ բառը չփոխվեր, քերականությունը փոխվեր, հա։ Ինքը լավ չէր աշխատի, արժեթղթի շուկան մոտավորապես տենց է, ինքը ամեն պահից հետո, հա, եթե ոչ ամբողջությամբ, բայց բավականին մեծ մաս բառարանի, հա, այդ շակերտների մեջ ասած փոխվում է։ Այս շատ լավ բացատրեցիք, քանզի լրիվ արդեն պարզ է, այսինքն այնտեղ ոչ մի բան չկա որ կոնստանտ է, ոչինչ չկա որ նախորդ բանն ամենակ ֆիքսվում, չէ՞։ Դրա համար այդ արժեթղթի շուկայում, որ հիմա նոր բաները փորձում են անել, նախ փորձում են, այդ տեսեք, փորձում են բռնացնել այն փոփոխությունները, որ կարող են լինել, հա, այդ տեսեք, հաջորդ պահին մի ուրիշ բառարան, հաջորդ պահին մի ուրիշ բառարան, հա, տենց եթե ասենք, այդ բառարանների ամբողջականությունը կարողանան բան անել, հա, դրա համար ուղղություններից մեկը ավելի շատ ինֆորմացիա բան անել, հա, մոդելների մեջ մտցնել։ Ու դա հայտնի կարծեմ դուք էլ զբաղվում եք դրանով, թե բանը մեր ընդհանուր ընկերներից մեկն է շատ սիրուն զբաղվել դրանով, բանը այդ Սաթին չէ, բանը Միքայելը, հա, բանը, որ փորձում է նորությունների իման վրա, ոչ թե գների իման վրա արժեթղթերի, այլ նորությունները։ Ու դա հիմա շատ պոպուլյար է դառել, այսինքն ավելանում է այդ բանը, հնարավոր այդ բառարանները, հա, որոնք կարող է բան լինել։ Արդեն տեքստային նորությունների տեքստը, հա, փորձել նորությունների տեքստով բան անել։ Կարծեմ մոդել էր ստեղծել ինքը, որ նորությունները վերլուծելով կարող եմ ասել, թե որ նորություններն է, որ ամենաշատն է ազդում օրինակ կենտրոնական բանկի հայտարարությունների վրա կամ չգիտեմ եւ այլն։ Շատ հետաքրքիր է։ Բայց մեր մյուս ընկերներից մեկն էլ Սաթին ինքը այս վերջը շատ լավ էլի նախաձեռնություններ ագրովետ է, որով կարողանում էր տվյալներ հավաքել ֆերմերին փոխանցեր, ֆերմերը իմանար օրինակ այսօր անձրև է գալու, պետք չէ ջրեր կամ ջուրը շատ պետքա տալ այսօր կամ քիչ պետքա տալ։ Այս ամեն ինչը վերահսկում էր սենսորներով, դրոններով, էլի ֆանտաստիկ աշխատանք էր, էլի, որը որ չգիտեմ, տեղյակ չեմ որ փուլում ասել, բայց հա, ասենց ասում եմ հասկանում որ լավ էլ կիրառվում է այսօր ու հենց մեծ մասը ստարտափներում է, չէ՞ տեղի։ Իրականում
տվյալագիտություն, արհեստական բանականություն, հա, իրանք օրինակ տեսական արհեստական բանականություն տերմինա որ այդքան էլ, հա, բան չէ։ Տեսական ֆիզիկա օրինակ այդպես տերմին կա, հա, դա բոլորս գիտենք ինչ է, հասկանում ենք։ Կա մաքուր մաթեմատիկա, փուլ մաս են ասում, եւ կա կիրառական մաթեմատիկա։ Այդ տեսական արհեստական բանականություն կամ տեսական մեխանիկական այնքան էլ բան, իրանք շատ կիրառական բաներ են, հա, իրանք ի սկզբանե ստեղծված են կիրառությունների համար։ Դրա համար տվյալագիտությունն է, այնք ամբողջությամբ կիրառական գիտությունն է, հա, որ ուղղված է բանյան։ Ես կուզեի արժեթների այդ շուկայի եւ դուք ասեցիք ագրոյի համար, հա, ագրո բիզնեսում էլ եղանակի կանխատեսում, հա, օրինակ, եղանակի կանխատեսման համար ավելի շատ հիմքեր կան, քան արժեթների շուկայում, որովհետեւ եղանակի կանխատեսման համար կան ինչ-որ օրինաչափություններ ֆիզիկական, որոնք հիմա հատկապես այելի տվյալներ, հա, սպուտնիկներից, բայց կարող են լիքը տվյալներ հավաքել, որոնց հիման վրա կարելի է շատ լավ կանխատեսումներ անել, որտեվ կա օրինաչափություններ, որոնք անընդհատ կրկնվում են, հա, եթե, չգիտեմ, ցիկլոնը մի բան անտիցիկլոն մի ուրիշ բան, հա, ես դա ինչ որ լավ մասնագետ չեմ, բայց բան, հա, ինչ որ օրինաչափություններ կան։ Արժեթների շուկայում այդ օրինաչափությունները, եթե կան էլ շատ քիչ են ու շատ քիչ կրկնվող բնույթ ունեն։ Հա, չեն բացատրում երևի ամբողջ ընթացքը։ Ու կարծեմ ամենաշատ ոչ նորմալ երևույթներն էլ վարկագծային այնտեղ են գտնում։ Նույնիսկ նույն դալերը օրինակ առանձին այնց հոդվածներ էր տպում New York Times-ում, եթե չեմ սխալվում, իրանք ասում են սյուներ, ասենց մի սյունով օրինակ ինչ-որ անոմալիաների մասին բան էր տպում։ Դա էլ է հետաքրքրություն, բայց երևի ավելի ակտիվ ֆինանսական շուկաներում, օրինակ Հայաստանում ֆինանսական շուկայում չեմ կարծում բացատրվող երևույթները ավելի շատ լինեն, քան Հայաստանյան ֆինանսական շուկայում այն մասը, որը ամենաոչ բացատրվողն է աշխարհում, հա, Հայաստանում այդքան զարգացած չի իհարկե, հա, ֆոնդային շուկան այդքան զարգացած չի, կան այս վերջերս բավականին աշխուժություն կա, բայց իհարկե դա չես համատի բանկային շուկայի հետ, որը բավական լավ զարգացած կայացած շուկա է Հայաստանում։ Այս վերջերս մեծ գիրք էի կարդում Հարարի մասին լսած կլինեք երևի նոր ժամանակների ինձ թվում է լավ ֆիլիսոփա է, բայց մի քիչ շատ էքստրեմիստական մտքեր ունի էլի, ասենց ու ինքը իր գիրքը որ կարդում էի, բանը Homo Deus-ն էի կարդում, սենց է իր տրամադրությունը այդ գրքի մեջ, որ էլ մեզ պետք չի ոչ մի բան Որտեւ առաջիկայում լինելու արհեստական բանականություն նույնիսկ ինքը խոսում է նոր հասկացում, ասենք որ կոչվում է տվյալների կրոն, ինքը շատ ուժեղ աթեիստ է ու փորձում է բոլոր երևույթները բացատրի շատ པարզ գիտական հիմքերի վրա ու խոսում է տվյալների կրոնի մասին, խոսում է նրանից որ շուտով մարդիկ հնարավորություն են ունենալու իր շնորհիվ այդ վերլուծած տվյալների գնալ խանութ ու վերցնել ոչ թե ապրանք, այլ կարողություններ, օրինակ, չգիտեմ, շատ արագ կարդալու կարողություն կամ արագ վազելու եւ այլն, շատ նայեք աբսուրդ է սա թվում, բայց ես չեմ մտածում որ դա unreal, իսկն ոչ իրական հեռանկարը մեզնից, այնտեղ օրինակ հետաքրքիր է նաև հարստական բանականությունը շատ բուստ անել էլի չափից շատ դուք այս տեսակ գրքերին ոնց եք վերաբերվում բան Գեորգ որտեղ հիմա շատ են շուկայում ու բոլորը ոնց է դուրս են գալիս միանգամից վրան խփած բեսթսելեր հիմա ընդհանրենք մեկը որ մեզ լսում է ու ուզում է հետաքրքրվի արդեն մեխանիկական ուսուցման բարեստական բանականությամբ արժի սկսել այս տեսակ գրքերից կամ ինչ տեսակ գրականություն կարելի է կարդալ ոչ մասնագիտական զուտ վերլուծական ավելի sense casual ոճի էլի Պոպուլյար ժանր ոչ մասնագիտական ամենալավ դասական գրականություն կարդալն է ինձ թվում է ինչ վերաբերում է այդ գրքերին կարդում եմ ոչ բոլորը իհարկե բայց դա այն գրքերն շատ արագ եմ կարդում հա ասենք օրինակ Մարսել Պրուստ կարող եմ մի տարում կարդամ բայց այդ գիրքը չգիտեմ Sapiens-ն է վերջերս կարդում իրա երևի 2 շաբաթում կարդացի Բայց ինչի՞ց է այդ արագությունը զուտ հետաքրքրությունն է։ Չէ, տեսեք, այ տեքստը բարդ չի, հա, ասենք երբ որ դու ինչ որ այդ գինը, հա, քո ուղեղի գինը, դու ինչքան շատ գին ես վճարում ինչ որ ինֆորմացիա անցալելու համար, այնքան այդ ինֆորմացիան ավելի կարևոր է, մեկ։ Երկրորդը այն հաճույք, որ դու կարաս ստանաս այդ ինֆորմացիան անցալելուց, անհամեմատելի է նրանից, որ դու կարող ես ստանալ
բանից, հա, այն բանից, որ դու շատ արագ ես հասկանում։ Ասենք, չգիտեմ, այդ ինձ համար դա մոտավորապես նույն տարբերությունն է, ոնց որ, ասենք, փոփ երաժշտությունը եւ սիմֆոնիկ երաժշտությունը, կամ չգիտեմ, փոփ երաժշտությունը, ջազային երաժշտությունը։ Եթե որպեսզի դու այն երաժշտությունը հասկանաս, քեզ շատ ավելի մտավոր ջանք է պետք թափել, հա, այդ թանկ է ինքը քո հասկանալու համար։ Եթե դու այդ ջանքը չես ուզում թափել, դու կարող ես այնի կարդալ, կամ այնի լսել, նա հեշտ է, ու էլի կարող ես հաճույք ստանալ, բայց մի քիչ ուրիշ ոճի հաճույք է, էլի դրանք։ Դրա համար կարդալու տեսանկյունից ինձ թվում է ավելի լավ է այդ դասական գրականություն կարդալ, իսկ ինչ որն էր ձեր հարցը, մի հատ։ Ուզում եմ ասել, տեսակ գրքերից սկսել է, ճիշտ է, թե չէ։ Եթե ուզում եք մասնագետ դառնալ, չէ երևի։ Եթե ուզում եք ընդհանուր գաղափար կազմել, հա, վատ չի, իհարկե, կարելի է։ Մի անգամ միտք է լսել, ասում եմ, ես լավ մասնագետ դառնաս, պետք է կարդաս ինչքան նրա ոչ մասնագիտական գրքեր։ Միանշանակ։ Գիտեք Էյնշտեյնը մի անգամ ինչ է ասել։ Էյնշտեյնը մի անգամ ասել է sense նախադասություն, ասում է ինձ Ֆյոդոր Դոստոևսկին ավելի շատ բան է տվել, քան Գաուսը։ Իսկ Գաուսը այն ժամանակ էդի բան էր, էլի մաթեմատիկայի, ու հիմա էլ, հա, ոչ միայն մաթեմատիկայի sense բանն է, պատրիարխն է, հա։ Բայց ինքը ասում էր բան իրատեսության համար ավելի շատ բան է տվել ընդհանրապես Դոստոևսկին, քան Գաուսը։ Հայտնի ցիտատ է Էյնշտեյնից։ Հետաքրքիր է։ Ու լավ է, որ հիմա այս վերջերս օրինակ հայալեզու թարգմանվում է, էլի հայերենով այդ տեսակ գրականությունները։ Ամեն դեպքում դե շատ են, ես գրքերը իմ բան թեման է, ցավոտ թեմաներից մեկն է, տեսնում եմ ինչ արագությամբ, ինչ ապուշություններ են տպագրվում տղտի վրա, թուղթը ափսոսում եմ մեկ-մեկ։ Դե այս ինչը մենք քննարկում ենք, դրա հետևանքն է նաև ոչ միայն տվյալներն ավելացել, Աշոտ ոչ միայն տվյալներն ավելացել, որոնք կարելի է վերլուծել, այլ տվյալները, որոնք սփռվում է, հա։ Եթե, չգիտեմ, մի 100 տարի առաջ թղթային տվյալներով միայն կարելի էր փոխանցել, հա, հիմա տվյալների բազմազանությունը ոչ միայն թղթային է, հա, դա նաև վիդեոյի է, դա տեքստը, որ էկրանին ես տեսնում, հսկայական արագությամբ կուտակվում է նոր ինֆորմացիա։ Հասկանալ, թե այդ ինֆորմացիայից որն է քեզ պետք, քո համար, իսկ այն մի քիչ առաջ մենք խոսում ենք ինչ-որ որոշում կայացնելու համար, հա, որտեղից է գալիս այդ ռացիոնալ անուշադրություն, գալիս այնց որ ինֆորմացիայի քանակը հսկայական է դառնում, դու ստիպված ես ինչ-որ սահմանափակ ինֆորմացիայի վրա որոշում կայացնես։ Ինչն է դժվար է իրականում։ Ինչը դժվար է, որովհետև դու արդեն պետք է ինտերես ոչ թե միայն ճիշտ որոշում, այլ նաև այն ինֆորմացիան, որի հիման վրա դու պետք է որոշում կայացնես։ Այսինքն երկու էտապանի է դառել։ Ռացիոնալ անուշադրության տեսումից դրա մասն է, որ մարդը երկու էտապով է որոշում կայացնում։ Ընտրում է ինֆորմացիան, հետո նոր ճիշտ որոշում։ Շատ հետաքրքիր է։ Ես շատ շնորհակալ եմ։ Ես Պարոն Գեորգյան, որ այսօր ընդունեցիք հրավերս։ Թեման ինքը բարդ է, երևի որ մեզ կլսի առաջին անգամ այս ամեն ինչի մասին, նա վրա շատ անհասկանալի տերմիններ լսեք գծային ռեգրեսիա, մեքենայական ուսուցում, մոդելավորում, որոշումների կայացման թեորիա, սրանք բոլորը շատ հետաքրքիր ուղղություններ են ու վստահ եմ, որ առաջիկայում էլի առիթներ կունենանք սրա մասին խոսելու, նաև ձեր աշխատությունների վերջերս տպագրված որևէ հոդված։ Ինչ-որ աշխատանքներ, այո, միշտ էլ արվում է։ Կարծեմ վերջինը Չէ, ամեն դեպքում որ դուք ինձ ուղղորդեցիք կարդալու նարատիվ էկոնոմիկս։ Նարատիվների էկոնոմիկա էր, այո։ Հա։ Կարող մի փոքր դրա մասին խոսենք։ Ինչ էր իրանից ընդհանրում։ Այս վերջերս այդ նոր ուղղությունն էլ է զարգանում, որ ինֆորմացիան, որը ձևավորվում է, մենք հենց ֆինանսական շուկաների մասին էինք գրել իմ գոլեգայի հետ, ձևավորվում է ֆինանսական շուկաներում ոչ թե ուղղակի ինֆորմացիա, առանցին ինֆորմացիա, հա, այլ ձևավորվում են ինչ-որ նարատիվներ, այսինքն եթե շատ կոպիտ բան անենք, դա տարբեր նորությունների համախումբ է։ Եթե զուտ բանի տեսանկյունից, data science-ի տեսանկյունից, ինչ մեթոդով էին կարել, դա կլաստերիզացիայի մեթոդներ, այսինքն ինչ-որ նորությունների կլաստերներ կան, որոնք ձևավորում են նարատիվներ։ Կլաստերները նման բովանդակություններով նորությունների առանձնացում։
կլաստեր ընդհանրապես օբյեկտների մասն, ցանկացած օբյեկտների կլաստեր, ասում են այն հասկանում են, որ դա ինչ որ իրար նման տարբեր օբյեկտներ, ինչ որ մասերի են բաժանում, որոնք իրար նման, դա կլաստեր են ասում, հա։ Այն նորությունների կլաստերները, ամբողջ նորությունների մեջ ինչ որ նորություններ իրար նման են, ու դրանք ձևավորում են նարատիվներ։ Այդ նարատիվ մենք փորձել ենք ցույց տալ, որ այդ ոչ միայն նորությունն է, հենց այս պահին ի հայտ եկած նորությունն ազդում բաների գների վրա, հա, այդ ու ազդում է դա, բայց նաև նարատիվներ, որոնք ձևավորվում են ինչ որ ժամանակի ընթացքում եւ ավելի երկարաժամկետ ազդեցություն ունեն արժեթների շուկայում, սրա մասին էր։ Իսկ ժամանակի ընթացքում կուտակված ինֆոյի ձևավորած նարատիվը ոնց է ազդում վաղվա գնի կամ այսօրվա գնի վրա եւ ավելի երկարաժամկետ ոնց է ազդում, հա, դա կարող է ամիսներ տևի։ Օրինակ մեր մոտ ամենաերկար նարատիվը, որը մենք գտել ենք կոնկրետ արժեթղթի համար, մոտ մենք նայել ենք Microsoft-ին, ամենահեշտ հասանելի ինֆորմացիայի վրա ենք փորձել անել, շուրջ 6 ամսվա բաներ կային, հա, ձևավորված նարատիվներ, որոնք 6 ամիս շարունակում են գործել, որը հակասում է ֆինանսական տեսությանն, հա, որտեղ ֆինանսների տեսությունը ասում է, որ նորությունը գների մեջ արտացոլվում է վարկյանական, հա, գինը արդեն պարունակում է ամբողջ ինֆորմացիան։ Դուք գտել եք, որ ոչ միայն վարկյանական, այլ ինչ որ երկար ժամանակի մեջ կարող է լինել, հա, եթե դա նարատիվ է ձևավորում, դա կարող է ավելի երկարաժամկետ ազդեցություն ունենալ, քան միայն հենց այդ պահին եւ բան, հա, դրանից հետո արդեն այդ նորությունն էլ նորություն չի։ Բայց եթե նարատիվ է ձևավորվում, դա կարող է ավելի երկարաժամկետ ազդեցություն։ Ինչպես դրա այդ նույն մոտեցումները կան քաղաքականության մեջ։ Մենք դրանով չենք բանարել, հա, չենք, բայց կան տենց հոդվածներ, որտեղ ցույց է տվում, որ ձևավորվում են նարատիվներ, որոնք քաղաքական ուրեմն դաշտում երկարաժամկետ ազդեցություն ու որոշումների կայացման հետևաբար շատ հետաքրքիր է։ Այս ակտիվերը ինձ թվում է օգտագործում են ԱՄՆ-ում եւ այլն։ Ամենտեղ են օգտագործում։ Բացի մեզնից։ Չեմ կարող ասել, չեմ հետազոտել, կարող է նաեւ մեր մոտ էս չի բացառվում։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Ձեզ մաղթում եմ բեղնավոր աշխատանք գիտական ոլորտում ու այս ուղղության մեջ։ Հուսով եմ էլի կհանդիպենք։ Շնորհակալություն ձեր ոդկասթին, լավ երկարաժամկետ հաջողություններ։ Շնորհակալ։ Մերսի։ Decode.